Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյան հետ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով, արդեն վաղուց տեղադրված են հունիս ամսվա կանխատեսումները, եթե չեք դիտել անպայման դիտեք այդ գերհետաքրքիր վիդեոն։ Եվ ամեն շաբաթ ես ավանդաբար ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը լուսնի փոխհարաբերությունները այլ մուրակների հետ եւ կանխատեսումները կենդանակերպերի համար այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքիս եւ դիտեք վիդեոները մինչեւ վերջ, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է մեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, երեք չներկայացրեցի գալիք շաբաթվա կանխատեսումները, որովհետեւ գիտեի, որ բոլորդ զբաղված եք ընտրություններով եւ սրտատրոպ սպասում եք մինչեւ ուշ գիշեր արդյունքների հրապարակմանը։ Ես ինքս նույնպես ամբողջ օրը հետևում էի ընտրությունների եւ բավականին իհարկե շատ շոկային ընտրություններ էին, համեմված աննախադեպ ընտրակեղծիքներով, դա պարզ էր, ես դա կանխատեսել էի, գրեթե 99.9% իմ կանխատեսումները այս ընտրությունների հետ կապված, այսինքն ազգային ժողովի 9-րդ գումարման ժողովի ընտրությունների հետ կապված իմ կանխատեսումները իրագործվեցին, այո, Նիկոլ Փաշինյանը չհավաքեց սահմանադրական մեծամասնություն, ինչպես եւ ես կանխատեսում էի նաև աննախադեպ մասնակցություն ընտրությունների, որը շատ գովելի է, շատ ողջունել, շատ ուրախալի եմ համար, բայց նաև կանխատեսել էի, որ հենց նիկոլական ընտրազանգվածն է առավելապես մոբիլիզացվելու եւ գրոհելու ընտրատեղամասերը, այդպես էլ եղավ փաստացի, որի հետևանքով փաստորեն գրեթե 50% հավաքեց ԿՓ-ն։ Նու սա իհարկե սարսափելի այսքան ընտրակեղծիքներով, այսքան բռնություններով, բայց այնուամենայնիվ սիրելի բարեկամներ, ցավալիորեն իհարկե գրեթե ամբողջությամբ կատարվեցին կանխատեսումները, բայց ցավալիորեն չանցավ խորհրդարան միասնության թևերը, այսինքն կրկին անգամ այս խորհրդարանը շատ ավելի ըստ էության դարձավ շատ ավելի ապաքաղաքական, շատ ավելի վակուում ստեղծվեց քաղաքական այս խորհրդարանում կստեղծվի ապագա այս խորհրդարանում, քանի որ ըստ էության սա որևիցե այսպես այլընտրանք չունեցող խորհրդարան է։ Ըստ էության այս ընտրությունները նաև նույնպես եկան ապացուցելու իմ այն թեզը, որ Հայաստանի երրորդ հանրապետությունում ստեղծված է այնպիսի արատավոր համակարգ քաղաքական, որ եւ քաղաքացիական, որ բնական ճանապարհով ընտրություններով իշխանապողություն հնարավոր չէ, այսինքն իշխող ուժը մշտապես կարողանում է մաքսիմալ օգտագործել իր բոլոր ռեսուրսները, ադմինիստրատիվ եւ այլն եւ վերարտադրվել, այսինքն անկախ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ որևիցե անգամ չի եղել, որ ժողովրդական կամ արտահայտությամբ, այսինքն ընտրություններով փոխվի իշխանություն, այդպիսի բան չի եղել պարզապես եւ այս ընտրությունները 2026 թվականին նույնպես իհարկե դա ուրեմն բացառություն չէր ցավալիորեն, այսինքն այս առատավոր համակարգը ես անդրադարձել եմ այս համակարգին նախորդ իմ տեսանյութերում ընտրություն առանց ընտրության ժամանակը գնաց, եթե չեք դիտել անպայման դիտեք այդ վիդեոն, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված է այնպիսի հակազգային, հակահայկական, բռնապետական, տոտալիտար համակարգ, որը անխուսափելիորեն իհարկե տանելու է Հայաստանի երրորդ հանրապետությունը անկման եւ վերացման։ Դա անպայման կլինի եւ դա կլինի 2028 թվականին։ Երկար այսպես շարունակվել իհարկե չի կարող։ Եվ լավ լուրը նաև այն է, որ ես կասկածում եմ, որ իշխող ուժը կկարողանա ստեղծել 4-րդ հանրապետությունը։ 4-րդ հանրապետությունը ստեղծելու են ազգանվեր
հայանպաստ ուժերը, որոնք իրենց նպատակը կունենան ազատագրել Արցախը, Նախիջևանը եւ մյուս բոլոր մեր տարածքները։ Իհարկե դա մի օրում չի լինի, դա 10 տարում էլ չի լինի, 100-ամյակներ են անհրաժեշտ դրա համար, բայց այդ ամենը անպայման լինելու է։ Եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ նա հավերժ է իշխելու, իհարկե դա նույնպես այդպես չէ։ Այսինքն այս ընտրությունները շատ ավելի խորացրեցին այն քաղաքական ճգնաժամը, որը արկա է արդեն 35 տարի անընդմեջ, նու թեկուզ 30 տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետությունում, եւ դա այսպես ասած գագաթնակետն է, արդեն մի օր իհարկե ժողովրդական պորտկում տեղի կունենա եւ կվերանա այս ապօրինի համակարգը, բայց չի կարող այսպես իշխանությունը փոխվել եւ գալ արդար, բարի, հայանպաստ իշխանություն, եթե պահպանվում է երրորդ հանրապետությունը։ Նորից եմ բացատրում, որովհետեւ Հայաստանի երրորդ հանրապետությունը հակահայկական, հակազգային, չգիտեմ, մարդկային պետություն է, որը չի կարող ծնել, այսինքն ֆիզիկապես չի կարող ծնել առողջ քաղաքական ուժի, առողջ քաղաքական, հայանպաստ քաղաքական ուժի, այսինքն նա միայն միտված է, այնպես է ստեղծված, այսինքն 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, այդ օրը, երբ որ ընտրվել է աստղաբանորեն, այնպես է ընտրվել, որպեսզի ցանկացած առողջ հայանպաստ քաղաքական ուժ ոչնչացվի, այսինքն այդպես էլ եղավ, գիտեք, որ 1999 թվականին, հոկտեմբերի 27-ին ազգային ժողովում հենց սպանվեցին սպարապետ եւ Կարեն Դեմիրճյանը, դա պատահականություն չէր, դա հատուկ հենց այդ հայանպաստ ուժերի, միակ հայանպաստ ուժերի վերացումն էր, որպեսզի իշխանությունը, այսպես ասած, հեշտությամբ, աստիճանաբար, այսպես գա եւ ի վերջո հասնի Նիկոլ Փաշինյանին, այսինքն որովհետեւ այդպիսին էր ծրագիրը, սիրելի բարեկամներ, դա հենց այնպես չէր, եւ ժողովուրդը ցավալիորեն այնպիսի համակարգ են ստեղծել, որ չի կարող ազդել որևիցե ձևով, այսինքն ընտրություններով կամ որևիցե այլ ձևով, չի կարողանում ազդել երկրում ստեղծված իրավիճակի վրա եւ դա նշանակում է մենակ մեկ բան, որ պետք է երրորդ հանրապետությունը վերանա եւ այսինքն այդ հակահայկական պետությունը, որը կոչվում է երրորդ հանրապետություն, որը ուղղակի պետական կառույց է, որը ստեղծված է Արևելյան Հայաստանի մի փոքր տարածքի վրա եւ որը հենց զբաղված է հայ ժողովրդի վնասմամբ, բնաջնջմամբ եւ այլն։ Ու փաստացի այդպես է ստացվում։ Պետք է վերանա եւ ձևավորվի 4-րդ հանրապետությունը եւ ես կարծում եմ ամենայն հավանականությամբ նրանք չեն կարողանա ստեղծել այդ 4-րդ հանրապետությունը, թե սահմանադրական մեծամասնություն չունենալու պատճառով, թե այլ ժողովրդական դիմադրության պարագայում ժողովուրդը պետք է դիմադրի հենց 4-րդ հանրապետության ստեղծման, այսինքն այս սահմանադրական փոփոխությունները որպեսզի չլինեն։ Առաջինը ժողովուրդը պետք է դրան դիմադրի։ Ինչ վերաբերվում է այն ուժերին, ովքեր անցել են խորհրդարան, դե պարզ է, որ այսպես ասած շատ սպասելի, շատ կանխատեսելի, այսինքն հակազգային ուժեր են անցել խորհրդարան, մեկը սորոսական կողմնորոշում, երկու բևեռներ ըստ մեկը թրքապատակ սորոսական այդ բևեռը, որը ԿՊՆ ներկայացնում, եւ մյուսը քրա օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները, այսինքն Քոչարյանն եւ Սամվել Կարապետյանը, դե Քոչարյանը բազմաթիվ այսպես ունի սարսափելի կատարած հանցագործություններ անցյալում, եթե նա լիներ ազգասեր, ազգանվեր գործիչ, ես ձեզ ասում եմ պարզ, առանց սեթևեթանքների, որովհետև ես կաղապարված չեմ ինչ-որ քաղաքական հայացքներով, քաղաքական ինչ-որ ուժերի ծառա լինելով ի տարբերություն այլ աստրոհոգեբանների եւ ղումարբազների եւ էքստրասենսերի, ես դրանով կաղապարված չեմ, ես կարող եմ ազատ ձեզ ասել, որ եթե Քոչարյանը լիներ հայանպաստ եւ հայասեր
գործիչ, ուրեմն հոկտեմբերի 27-ին նա խորհրդարանում ինչ որ ձևով կհայտնվեր եւ նրան նույնպես այն աշխարհ կուղարկեին։ Դա պարզ է։ Դա կասկածից վեր է, սիրելի բարեկամներ իմ համար։ Նույնը Սերժ Սարգսյանը, նույնը Լևոն Տեր-Պետրոսյանը եւ մնացած այն ղեկավարները, որոնք մինչ այսօր կենթանի են, այսինքն նրանք, ովքեր կարող էին ինչ որ ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության ապագայի ճակատագրի զորացման, դրանց ոչնչացնում էին, այսպես ծրագրավորված, նրանց ֆիզիկապես ոչնչացնում էին կամ այլ եւ այլ ձևերով չեզոքացնում էին։ Դա պարզ է, ես դրա մասին բազմիցս խոսել եմ եւ վերջին իմ վիդեոներում հատկապես էլ ավելի ուժեղացրել եմ շեշտադրումը դրա վրա։ Եվ իհարկե այն իմ ազատ այս խոսքը, իհարկե այն լրատվամիջոցները, որոնք իրենց հորջորջում են ընդդիմադիր, իրանց դա դուր չի գալիս եւ իրանք ինձ չեն հրավիրում։ Այլևս ես հասկանում եմ դա, որովհետեւ նրանք ազատ խոսքի որոշակիորեն կաղապարված են եւ ազատ խոսք չեն ընդունում։ Միակ ազատ լրատվամիջոցը, ազատ ինտերնետային կայքը, որը չի սահմանափակում այդ խոսքի ազատությունը, մտքի ինչ-որ ազատ դրսևորումները, արտահայտությունները, դա անտիֆեյքն է, սիրելի բարեկամներ, որի հետ մենք շարունակաբար համագործակցում ենք, որովհետև ես գիտեք, որ այն ինչ որ տեսնում եմ, այն էլ ասում եմ, ես չեմ որևիցե մեկին հաճոանալու ցանկություն չունեմ, որևիցե մեկին ինչ որ, չգիտեմ, օգուտ որևիցե մեկի քարոզելու որևիցե այսպես ձգտում չունեմ եւ շատ տարօրինակ էր, որ իմ հետևորդուհիներից մեկը ինձ գրեց այդ Facebook-յան գրառմանի պատասխան գրեց. «Վայ, դուք Քոչարյան եք քննադատում, իսկ ես մտածում եմ, որ դուք քոչարանական եք»։ Ոչ, սիրելիներս, ես քոչարանական չեմ, իսեր Աստծո, ընդհանրապես չեմ ոնց որ ասած հարում այդ անձնավորություն չեմ հարգում այդ անձնավորությունը նախ Արցախի կորուստից հետո ես կարծում եմ որ Ռոբերտ Քոչարյանը որևիցե բարոյական իրավունք չուներ առաջադրվելու այս վարչապետի թեկնածու այս ուրեմն խորհրդարանական ընտրություններում ես կարծում եմ դա խոսում է միայն նրա անբարոյականության մասին, իշխանության մոլուցքի մասին, այսինքն ագահության եւ իշխանությունը կրկին զավթելու ցանկության մասին է խոսում, որը որ իհարկե եթե նա փորձի ինչ որ ես Ռոբերտ Քոչարյանին եմ ասում դա հիմա անձամբ, բայց իհարկե Ռոբերտ Քոչարյան լսի, բայց Ռոբերտ Քոչարյանին եմ ասում, բայց Սամվել Կարապետյան ուշադիր լսի ինձ։ Եթե դուք փորձվեք հրահրել քաղաքացիական բախումներ, անհնազանդություն ինչ որ կազմակերպեք եւ այն էլ բուրըն անհնազանդություն, ուրեմն իմացեք, որ ձեր անունը արունոտ տառերով գրվելու է Հայաստանի Հանրապետության երրորդ հանրապետության պատմության մեջ, որովհետեւ հունիսը իսկապես սիրելի բարեկամներ, սա նախազգուշացում եմ, քիչ երկար եմ խոսում, մինչ բուն թեմային ասնել է, բայց սա շատ կարևոր նախազգուշացում է, որ հունիսը 2026 թվականի կարող է դառնալ Հայաստանի երրորդ հանրապետության ամենաարունալի ամիսներից մեկը։ Այնպես որ զգուշացեք սիրելի բարեկամներ, հանուն Քոչարյանի կամ այդ քրա օլիգարխիկ կլանների, Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի իշխանատենչ ձգտումների, նրանք չեն սիրում Հայաստանը, ես պարզ ասեմ, նրանք սիրում են իրենց իշխանությունը եւ փողերը, դա պարզ է արդեն, դրա համար նրանք մինչ այժմ կենթանի են, այլապես այ Հայաստանը եւ հայ ժողովրդին սիրում էր Վազգեն Սարգսյանը, որին սպանեցին, նա էր սիրում եւ Կարեն Դեմիրճյանը, որովհետեւ նրանց սպանեցին, նրանք գիտեին, որ նրանք չեն ծախվի, այո, նրանք փող սիրում են, Կարեն Դեմիրճյանը փող սիրում էր, բայց նա չծախվեց, սրանց նման, ուրեմն չփորձեք չհամարձակվեք, ես ձեզ զգուշացնում եմ, հրահրել բախումներ, որովհետև մարտի 1-ը ի տարբերություն 26 թվականի հունիսի, այսպես ասած, մանկական խաղ է թվալու Եվ եթե հրահրվեն այդ քաղաքական անհնազանդությունն, այսպես կոչված ապստամբություն բարձրացնեն Սամվել Կարապետյան եւ Ռոբերտ Քոչարյան, ուրեմն զոհերը կլինեն
հարյուրավոր, եթե ոչ հազարավոր, հեսա լսեք եւ չանեք դա, չտանեք Հայաստանի Հանրապետությունը ցնցումների, որովհետեւ միևնույնն է դուք չեք կարող հաղթել այս համակարգին։ Քանի որ արկա է երրորդ հանրապետությունում այսպիսի տոտալիտար, անարդար, անօրինական համակարգ, ինքնին երրորդ հանրապետությունը այդպիսին է։ Դուք չեք կարող դա անել։ Չեք կարող դա անել։ Եվ հատկապես ես ուզում եմ նախազգուշացնել այն երիտասարդներին, ովքեր 2008 թվականի ծնունդներ են, եւ նրանց ընդհանրապես ովքեր ծնվել են մկան տարում, մկան ամսում, դեկտեմբերին կամ մկանորը կամ մկան ժամին, որովհետեւ հունիսը 26 թվականի դա կրկնակի ձի է եւ հրեղենձի եւ փայտեձի ամսվա մեջ կա եւ այդ ձիերը կարող են ձեզ պարզապես ոտնակոխ անել, հատկապես մարտի 1-յան սերունդը 2008 թվականը զգուշացեք, ես չեմ ուզում, որ մեր մատղաշ սերունդը կրկին զոհ գնա իշխանակռվի, մի արեք դա, արդյունքի չեք հասնի, բայց ի վերջո դուք կխեղեք երիտասարդների ճակատագիրը, թե այնուամենայնիվ ցանկանում եք հեղաշրջում անել, որը իսկապես անհրաժեշտ է, հավաքվեք ձեր համախոհներով 55+, 65+, այդ դրանցով, որոնք արդեն կորցնելու բան չունեն, եւ կատարեք այդ հեղաշրջումը, եթե ունեք այդպիսի ձգտումներ, նկրտումներ, բայց ես Ռոբերտ Քոչարյանին ավելի շատ խորհուրդ կտայի զբաղվել թորնիկներով, այդպես դուք ավելի շատ օգուտ կտաք, քան խառնվում եք այս իրավիճակին, խորացնում եք Հայաստանի երրորդ հանրապետության ներքին ճգնաժամը, Հայաստանի երրորդ հանրապետությունը փրկել հնարավոր չի, սիրելի բարեկամներ, ես բացատրել եմ ինչու եւ պետք չէ դա անել, որովհետեւ Հայաստանի հանրապետությունը, որը ստեղծված է հենց այդ գլոբալիստական ուժերի կողմից 1991 թվականի անբարենպաստ մորակային դիրքերի վրա, այնպես է ոնց որ ասած մտահղացումը եղել երրորդ հանրապետության, որպեսզի այստեղ ստեղծվի հակահայկական տոտալիտար, ի վերջո ստեղծվի, տարիների ընթացքում միանգամից, բայց ի վերջո, որի անունը դեմոկրատական է, որի անունը պարլամենտական է, գեղեցիկ անվանումներ են, բայց Եվրոպամետ է, հա, բայց իրականում դա տոտալիտար, հակաժողովրդական, հակազգային, հակահայկական պետություն է, պետական միավորում է արևելյան Հայաստանի տարածքում, որի նպատակը ուղղակի պլացդարմ լինելն է համաշխարհային պատերազմի ժամանակ հարձակվելու Պարսկաստանի, Ռուսաստանի, այնուհետև նաև Չինաստանի համար։ Դրա մասին բազմիցս ես ձեզ պատմել եմ մանրամասն իմ բոլոր հարցազրույցներում, տարբեր տաղավարներում ես խոսել եմ, բարձրաձայնել եմ, զգուշացրել եմ, բայց մարդիկ չեն հասկանում, դե մարդիկ ուզում են վերականգնել իրենց իշխանությունը, միայն դա են ուզում եւ ուզում են ավելի շատ փող վաստակել, միայն դա։ Նրանք որևիցե կապ չունեն ազգային ուժերի հետ, չգիտեմ, առողջ ուժերի հետ, որևիցե կապ չունեն։ Եվ երբ որ մարդիկ զարմանում են, ինչպես իմ ամուսինը զարմացավ, ասում է, ես մտածում եմ Ռոբերտ Քոչարյանը հայասեր է, ասում է, բայց այս ընտրություններում ես հասկացա, որ այդպես չէ։ Ուղղակի զարմանալի է, որ մարդիկ դեռ շարունակում են ինչ-որ երազանքների մեջ գտնվել, ինչ-որ իլյուզիաների մեջ գտնվել, որ Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել հանրապաստ ուժեր, ոչ սիրելիներս, Հայաստանի երրորդ հանրապետության ղեկավարների մեջ չեն կարող լինել հայանպաստ, հայասեր, ազգասեր ուժեր չեն կարող լինել, որովհետև այդպիսին է համակարգը, ոչ թե որովհետև չկան այդ ուժերը, իհարկե կան, իհարկե բազմազան են եւ բազմապիսի են, բայց նրանք չեն կարող անգամ այսպես ասած մտքի պոչով անցկացնել, որ կարող է հայտնվեն ղեկավար պաշտոններում։ Սրա մասին է խոսքը, որովհետև այդպիսին է այդ արատավոր համակարգը, այդպիսին է այն սիստեմը, որում մենք ապրում ենք արդեն 35 տարի շարունակ։ Եվ արդյունքը մենք տեսնում ենք ինչ է, այսինքն արդյունքը տոտալիտար նիկոլական պետությունն է, որը որ
տանում է Հայաստանի երրորդ հանրապետությանը վաղճանի եւ դա տեղի կունենա 2 տարի անց 28 թվականին սիրելի բարեկամներ։ 27 թվականում, բայց այս 2 տարիները 26 թվականից հետո եւ 27 թվականը ես դրա մասին խոսել եմ նախորդ տեսանյութում, նախորդը ասելով ժամանակը գնաց կամ ընտրություն առանց ընտրության, եթե 6 օր առաջ այդ տեսանյութը տեղադրված էր։ Ալիքումս, եթե չեք դիտել անպայման դիտեք, ես դրա մասին խոսել եմ եւ 27 թիվը, ես եւ 28 թիվը սիրելիներս լինելու են սարսափելի ծանր ճգնաժամային տարիներ, ցնցումների տարիներ եւ եթե գոնե մի տոկոս ազգասիրություն, չգիտեմ, հայասիրություն, լավ մարդասիրություն ձեր մեջ կա, մի տարեք բախումների, մի տարեք։ Եվ սիրելիներս, նաև ես այդ վտանգավոր օրերը նշեմ, բավական բարդ է լինելու գալիք շաբաթը, հունիսի 10-ից 15-ն են այդ վտանգավոր օրերը եւ հունիսի 29-ը եւ 30-ը զգուշացեք, նորից կրկնեմ, հատկապես մկան տարում ծնվածները, որտեղ ձին կարող է ձեզ երկու ձիերը ուղակի այդպես կոխրճեն, ձին բախվում է մկան հետ եւ 29-ը 30-ը նույնպես հատկապես վտանգավոր 2008 թվականի ծնվածներ, որտեղ նրանց մոտ նաև լուսնային հանգույցների վերադարձն է 18 տարին մեկ վերադառնում են այդ լուսնային հանգույցները եւ ճակատագրական վտանգներ են ստեղծում մարդկանց համար։ Պես որ զգուշ եղեք, մի տրվեք սադրանքների սիրելիներս, մի տրվեք այդ չգիտեմ, սին ինչ որ կռվում են իշխանության համար, մարդիկ պետք է իրենց փառքի, իրենց փողի, իրենց իշխանության համար, իսկ մարդիկ պետք է վնասվեն, մի արեք դա։ Նամանավանդ հիմա Նիկոլի ընտրված է քարտ բլանշ, եւ նա կարող է ցանկացած բռնության գնալ եւ 100 հոգի կամ 200 հոգի նրա համար պլյուս մինուս է լինելու այս դեպքում։ Ահա այսքան, այս ընտրությունների հետ կապված, որ ամբողջությամբ 99 եւ 9/10 թվականով իմ կանխատեսումները իրագործվեցին, խայտարակ ազգային ժողով ենք ունենալու, խայտարակ, որտեղ չի լինելու որևիցե ազգային գաղափար, միտք ազգային, քաղաքական միտք եւ ուղղակի այս ազգային ժողով ուղղակի բուդգործիկ է դառնալու Նիկոլի հերթական այդ Նիկոլի արչեւ դրված այդ պայմանները, պահանջները իրականացնելու համար։ Սա սարսափելի է, բայց սա իրականություն է։ Այսքանը։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ, թե ինչ է մեզ սպասվում գալիք շաբաթվա ընթացքում։ Հունիսի 8-ից 14-ը ընկած ժամանակահատվածում բավականին բարդ շաբաթ է։ Զգուշ եղեք, հատկապես 10-ից 15 այդ օրերին։ Ես կասեմ հիմա ավելի մանրամասն, հունիսի 8-ին 9-ից 15 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի Մարս մոլորակ է, 15 աստիճան ցուլ կենթանակերպում գտնվում է Մարսը եւ 15 աստիճան ձկներում լուսինը։ Այս մորակային փոխհարաբերությունը բարենպաստ է ֆիզիկական ակտիվության համար։ Ժամը 14-ից հետո լուսինը լարված քառակուսի կառաջացնի արեգակի հետ։ Վերջին քառորդն է լուսնի, սիրելիներս լուսինը մարող է եւ 17 աստիճան ձկներում գտնվելու է լուսին, 17 աստիճան երկվորյակներում արեգակը, սա բավական լարված փոխհարաբերություն է մորակային եւ զգուշացեք այդ սադրանքներին մի տրվեք։ Ամսի 9-ը ամենաբարենպաստ օրն է գալիք շաբաթվա ընթացքում, ամսի 9-ին, այսինքն արդեն այս շաբաթվա ընթացքում ամսի 9-ին, ամսի եւ 8-ին եւ 9-ին Սիրոն մոլորակ Վեներան եւ մեծ երջանկության մոլորակ Յուպիտեր, այսինքն մեծ եւ փոքր երջանկությունների մոլորակները միանալու են Խեցգետնի 25-րդ աստիճանում, որը շատ բարենպաստ է, բացառիկ լավ դիրք է անձնական հարաբերությունները կարգավորելու համար, ամուսնության համար, նշանադրության համար, հարաբերություններ կարգավորելու համար, այնպես որ հատկապես ամսի 9-ը, ամսի 8-ի լույս 9-ի գիշեր շատ բարենպաստ է։ 3-ից 4
4 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Վեներայի հետ 24 աստիճան ձկներում լուսինն է եւ 24 աստիճան խեցգետնում Վեներան է եւ հերիք չէ դա մի հատ է լուսինը եռանկյունի կտա այդ միությանը շատ բարենպաստ է եթե ուզում եք ամուսնանալ ճիշտ է երեքշաբթի օրը չեն ամուսնանում Հայաստանում ընդունված չի բայց շատ բարենպաստ օրեր են ամուսնության եւ նշանադրության համար այսինքն հասկացեք որ այդ անձնական ոլորտը եւ քաղաքական կյանքը պետք է առանձնացնենք հա 4:38 րոպեին լուսինը նաեւ գեղեցիկ եռանկյունի կառաջացնի մեծերչանկության մորակ Յուպիտերի հետ որը 25 աստիճան ձկներում է 25 խեցգետնում է 25 աստիճան ձկներում գտնվում է լուսինը իհարկե շատ հիանալի գիշեր է մինչև կեսօր մինչև 12:33 րոպե բարենպաստ է ամուսնության հարաբերությունների կարգավորման միջանձնային հարաբերություններ ստեղծելու կամ բարելավելու անձնական ինչ-որ խնամախոսություն եւ այլն այդ ամենի համար լավ է բայց 12:33 րոպեին հունիսին լուսինը մուտք կգործի խոյ կենդանակերպ եւ 17:07 րոպեին նա վեցանկյուն կառաջացնի անսպասելի փոփոխությունների մորակ Ուրանի հետ 2 աստիճան երկվորյակներում Ուրանն է եւ 2 աստիճան խոյ կենդանակերպում լուսինն ու սա արդեն կամած պարզ կլինի ինչ զարգացումներ կլինես ենթադրական զարգացումների մասին է բայց լավ է նաեւ կանխատեսումներ անելու համար լավ է նաեւ ապագա իմանալու համար լուսնի եւ Ուրանի այս գեղեցիկ վեցանկյունը 24 րոպեին լուսինը կմիանա Նեպտուն մորակի հետ որը գտնվում է 4 աստիճան խոյ կենդանակերպում սա դեզինֆորմացիա տարածելու լավագույն մորակային փոխհարաբերություն է կեղծ տեղեկատվություն է հնարավոր կեղծ ինչ որ խոստումներ են հնարավոր տարբեր կեղծ արձանագրություններ են հնարավոր որին իհարկե պետք չէ հավատալ 21:55 րոպեին լուսինը նույնպես հունիսի 9-ին լուսինը վեցանկյուն կառաջացնի նաև Պլուտոն մորակի հետ 5 աստիճան ուրեմն ջրհոսում Պլուտոնը 5 աստիճան խոյ կենդանակերպում լուսինն է սա այսինքն լուսնի փոխհարաբերությունները բարձրագույն մորակներ արդեն իսկ խոսում են այն մասին, որ ուժային կենտրոնները, համաշխարհային կառավարություն, գլոբալիստական կենտրոնները որոշումները կայացրել են ապագայի համար, հայազգի ապագայի, ընդհանրապես տարածաշրջանի եւ հետագայում մենք իմանանք դրա մասին։ Հունիսի 10-ը սկսվում է բավականին լարված, սիրելի բարեկամներ, 11:29 րոպեին լուսինը, հունիսի 10-ին կմիանա Սատուրն մորակի հետ 12 աստիճան խոյ կենդանակերպում, բարդ միություն է, սառը միություն է, էմոցիոնալ սառնություն, հարաբերություններ պարզելը լավ միտք չէ այդ օրը հունիսի 10-ին 11:39 րոպեին նույնպես լարված մորակային փոխհարաբերություն լուսինը եւ Մերկուրին քառակուսի կառաջացնեն 13 աստիճան խոյ լուսինը 13 աստիճան խեցգետին Մերկուրին այսինքն մարդիկ դժվար իրար կհասկանան փոխընկալման բարդություններ լոգիստիկայի առևտրի հետ կապված բարդություններ եւ 23:28 րոպեին արդեն հունիսի 10-ին լուսինը վեցանկյուն կառաջացնի դա վերջին վեցանկյունը կլինի Արեգակի 19 աստիճան խոյ կենդանակերպում լուսինը 19 աստիճան խեցգետնում Արեգակն է Լարված կանցնի նաև հունիսի 11-ին 9:51 րոպեին լուսինը լարված քառակուսի կառաջացնի մեծերչանկության մորակ Յուպիտերի հետ 26 աստիճան ուրեմն խոյ կենդանակերպում լուսինը եւ 26 աստիճան խեցգետնում գտնվում է Յուպիտերը Սա իհարկե բավականին անբարենպաստ է հատկապես իշխող էլիտաների եւ ժողովրդի միջև այդ փոխըմբռնումը խզվում է 12:22 րոպեին լուսինը նաեւ Վեներայի հետ կառաջացնի քառակուսի, որը նույնպես անբարենպաստ է միջանձնային հարաբերություններ պարզելու համար։ Եվ 16:27 րոպեին հունիսի 11-ին լուսինը մուտք կգործի ցուլ կենդանակերպ։ Շատ լարված է անցնելու հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը, որովհետեւ արդեն 1:07 րոպեին հունիսի 12 Լուսինը լարված քառակուսի կառաջացնի ավերիչ Պլուտոն մորակի հետ, որը 5 աստիճան ջրհոսում է գտնվում։ Սա ժողովրդի դեմ ուղված
խոսքեր են ուղղված, սպառնալիքներ են, գործողություններ են, այնպես որ շատ զգուշ եղեք հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը։ Արդեն 18:25 րոպեին իրավիճակը բարելավելու, լուսինը վեցանկյուն կկազմի Մերկուրիի հետ, իսկ 22:37 րոպեին կրկին լարվելու, ընդհանրապես ամենալարված օրը հունիսի 12-ն է, այնտեղ Մարսը կմիանա ռազմի մորակ, Մարսը կմիանա լուսնին 18 աստիճան ցուլ կենթանակերպում, որը վտանգ է ստեղծում ինչ-որ ագրեսիայի, հարձակումների եւ այլն, այստեղ Մարսը իհարկե թույլ է, դժվար կարելի է ենթադրել ինչ-որ լայնածավալ գործողություններ, բայց ամեն դեպքում ագրեսիվ հայտարարություններ կարող են լինել։ Բարեխառն օրը հունիսի 13-ը 11:30 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի Յուպիտեր հետ 26 աստիճան ցուլ կենթանակերպում լուսինն է եւ 26 աստիճան խեցգետնում գտնվում է Յուպիտերը։ Նու սա բարենպաստ մորակային փոխհարաբերությունը միջանձնային հարաբերությունների, կոնտակտների, ինչ-որ շփումների, գործնական ակտիվության համար։ 14:46 րոպեին սիրելիներս հունիսի 13-ին Վեներան, սիրով գեղեցկության մորակ, Վեներան մուտք կգործի Արյուծ, որտեղ նա կմնա մինչև հուլիսի 9։ Իհարկե թե ինչ է նշանակում Վեներան Արյուծում, բոլոր կենդանակերպերի համար կարող եք դիտել հունիս ամսվա կանխատեսումներում։ Իսկ 17:05 րոպեին հունիսի 13-ին լուսինը մուտք կգործի երկվորյակներ։ Այնտեղ երկվորյակներում 17:17 րոպեին լուսինը վեցանկյուն կառաջացնի նախ Վեներայի հետ, որը խիստ բարենպաստ է, իսկ 21:30-ին կմիանա Ուրան մորակի հետ։ Հունիսի 13-ի երեկոյան ամեն տեսակի անսպասելի զարգացումներ են հնարավոր, այնպես որ զգուշ եղեք, կապի խափանումներ կամ ինչ-որ անսպասելի լուրեր, անսպասելի հյուրեր, այնպես որ շատ զգուշ եղեք։ 23:50 րոպեին լուսինը վեցանկյուն կառաջացնի նաև Նեպտուն մորակի, 4 աստիճան Խոյ նշանում գտնվում է Նեպտունը եւ 4 աստիճան երկորյակներում լուսինն է։ Բարեխառն է անցնելու հունիսի 14-ը 1:07 րոպեին գիշերը լուսինը նախ եռանկյունի կառաջացնի Պլուտոն մորակի հետ, որը 5 աստիճան ջրհոսում է, իսկ այնուհետև 13:59 րոպեին վեցանկյուն կառաջացնի Սատուրն մորակի հետ։ Նու ամեն դեպքում չար մորակների հետ լուսնի փոխհարաբերությունները ոչ մի լավ բան չեն հուշում։ Եվ ես կրկին հիշեցնեմ, որ ամենաանբարենպաստ այս մորակային դիրքերն են բոլոր այդ տեխնացություններից, բոլոր քաղաքական գործիչներից, ովքեր մասնակցել են ընտրություններին, ամենաանբարենպաստը Ռոբերտ Քոչարյանի աստղային քարտեզն է, ոչ թե նրա համար, որ ես իրան սիրում եմ կամ չեմ սիրում, ես օբյեկտիվ ներկայացնում եմ իրականությունը, այնտեղ առկա է երկու մեծ սև քառակուսիներ, որոնք ճգնաժամի, զանազան բացասական զարգացումների խորհրդանիշն են, այնպես որ նաև նախազգուշացում զգուշ եղեք, ընդհանրապես ցանկալի չէ ինչ-որ սրացումների գնալ կամ բացահայտ ինչ-որ ելույթների գնալ, որը բնականաբար կհանգեցնի լրջագույն ցնցումների եւ ներպետական ճգնաժամի եւ կարագացնի ըստ էության երրորդ հանրապետության անկումը, Հայաստանի երրորդ հանրապետության։ Իհարկե դա պիտի լինի, այսպես թե այնպես, բայց նախընտրելի է ամենապես ժողովրդի համար իմ կարծիքով, որ դա լինի անցնցում։ Դե բնականաբար պետությունը չի կարող վերանալ ընդհանրապես այսպես, ինչպես օրինակ ամպն է վերանում, տենց չի լինում, բայց հնարավորինս անցնցում որ լինի, որ մենք կարողանանք մեր մատաղ սերունդը անվտանգ պահել գալիք նոր Հայաստանի համար, որը գալու է եւ այսպես ազատագրելու է մեզ բոլորիս այդ անօրինություններից, չարությունից, հակամարտությունից եւ պառակտումից, որտեղ նոր Հայաստանում միաբանություն եւ սեր է տիրելու։ Դե դա անխուսափելի է չարիքի, կեղծիքի, անօրինության վրա հիմնված պետական կառույցը չի կարող երկար գոյատևել, սիրելի բարեկամներ, դա պետք է հասկանալի լինի։ Այսինքն անգամ մեծ տերությունները, կայսրությունները, որոնք նույնպես բռնության վրա են հիմնված, օրինակ բյուզանդական կայսրություն, ռոմեական կայսրություն, ի վերջո նրանք կնքեցին իրենց մահկանացուն։ Դե ես չեմ ասում, որ դա արագ եղավ, այսինքն դարեր պահանջվեցին դրա համար, բայց այնուամենայնիվ միևնույն է արդարությունը, սերը եւ միաբանությունը միևնույն է հաղթում են եւ ազգայինը ապազգայինին պետք է հաղթի։ Սա է իմ մտքերը եւ ինչած գրեք նաեւ ինչ եք դուք մտածում այս ամենի մասին։
Իսկ այժմ սիրելի բարեկամներ նկատեմ թե ինչ է սպասվում կենթանակերպերին այս շաբաթվա ընթացքում, այսինքն հունիսի 8-ից 14 ընկած ժամանակահատվածում։ Խոյեր, պատրաստ եք, հունիսի 8-ից 9 զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից սիրելի խոյակներ։ Հունիսի 9-ից 11-ը զբաղվեք սիրելի խոյեր ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ։ Լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր եւ խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է, հիշեք այդ օրերին։ Հունիսի 11-ից 13-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու, իսկ հունիսի 13-ից 14-ը կարճ ճանապարհ է գնալու սիրելի խոյեր։ Սիրելի ցլեր, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթը հունիսի 8-ից 9 կիրագործվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը կուրախացնեն ձեզ նաեւ ձեր չափած բալիկները։ Հունիսի 9-ից 11-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից սիրելի ցլակներ։ Հունիսի 11-ից 13-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, հաջողությունը ձեր կողմն է։ Հունիսի 13-ից 14-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, դե դուք դա շատ սիրում եք սիրելի ցլակներ, փող եք ստանալու։ Սիրելի երկվորյակներ, հունիսի 8-ից 9 ամենակարևոր գործնական հարցն է ձեր համար լուծվելու, պետական դռան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, աշխատանքի հետ կապված կամ շատ հետաքրքիր առաջարկություն եք ստանալու։ Հունիսի 9-ից 11-ը սիրելի երկվորյակներ կատարվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, բարենպաստ է այս օրը օնլայն բիզնեսի համար եւ կուրախացնեն ձեզ նաեւ ձեր չափած երեխաները։ Հունիսի 11-ից 13-ը զգուշացեք սիրելի երկվորյակներ գաղտնի թշնամիներից, նրանց ակտիվությունից, իսկ հունիսի 13-ից 14-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Սիրելի խեցգետնակներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գարիկ շաբաթ հունիսի 8-ից 9 լավ լուրատասամանից կամ նվեր, հունիսի 9-ից 11-ը կարևոր գործնական հաջողություն եք ունենալու պետական դռան, փաստաթղթերի, աշխատանքի պաշտոնի հետ կապված, հունիսի 11-ից 13-ը կարևոր երազանք է իրագործվելու ձեզ համար, բարենպաստ է նաև օնլայն բիզնեսի համար եւ նաեւ կուրախացնեն ձեր չափած երեխաները։ Հունիսի 13-ից 14-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները սիրելի խեցգետնակներ, սիրելի առյուծներ, ձեզ համար բարենպաստ է գալիք շաբաթը, նամանավանդ որ արդեն հունիսի 13-ին ձեր աստղակերպ մուտք է գործում սիրո եւ գեղեցկության մոլորակ Վեներան, այսինքն ձեզ կոմպլիմենտներ են անելու, նկատելու են, դե դուք սիրում եք ուշադրություն։ Հունիսի 8-ից 9 սիրելի առյուծակներ, զգուշացեք անսպասելի զարգացումների, ճանապարհներին զգուշ եղեք, մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք։ Հունիսի 9-ից 11-ը լավ լուրարտասամանից կամ նվեր սիրելի առյուծակներ, հունիսի 11-ից 13-ը կարևոր գործնական հարց է լուծվելու ձեզ համար պետական դռան հետ կապված, աշխատանքի հետ կապված, թղթերի հետ կապված, պաշտոնի հետ կապված։ Հունիսի 11-ից 13-ը արդեն ասեցինք գործնական հաջողություն է սպասվում կամ հետաքրքիր առաջարկ։ Հունիսի 13-ից 14-ը կարևոր երազանք է իրականանալու ձեզ համար եւ կուրախացնեն ձեզ նաեւ ձեր չափած երեխաները։ Սիրելի կույսեր, բարդ է ձեզ համար լինելու գալիք շաբաթը։ Հունիսի 8-ից 9 զգուշացեք ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ բախումներից։ Դե փչացնեք հարաբերությունը, հետո դժվար կլինի նրանք վերականգնել։ Հունիսի 9-ից 11-ը էքստրեմալ իրավիճակներ, առողջության հետ կապված խնդիրներ, բարդություններ ճանապարհներին եւ ֆինանսական խնդիրներ կարող առաջանան։ Իսկ 11-ից 13-ը լավ լուրարտասամանից կամ նվերից, 13-ից 14-ը կարևոր գործնական հարցի լուծում, պաշտոնի, աշխատանքի պետական դռան, փաստաթղթերի հետ կապված, կույսերի կանխատեսումներ։ Ինչ վերաբերվում է կշեռքներին, սիրելի կշեռքներ, բարեխառն է անցնելու ձեզ համար, բարդ եւ բարեխառն է անցնելու ձեզ համար գալիք շաբաթ հունիսի 8-ից 9 աշխատանքային հարցերով եւ առողջության հարցերով եք զբաղվելու։ Հունիսի 9-ից 11-ը սիրելի կշեռքակներ, զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, հետո դժվար կլինի վերականգնել հարաբերություններից 11-ից 13 էքստրեմալ իրավիճակներ, ֆինանսական
խնդիրներ, առողջության հետ կապված խնդիրներ են հնարավոր հունիսի 13-ից 14-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր։ Կարիճների համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթը հունիսի 8-ից 9-ը շատ բարենպաստ է երեխաների համար, հաճույքների համար, բիզնեսի համար։ Հունիսի 9-ից 11-ը էքստրեմալ իրավիճակներ, խնդիրներ առողջության հետ կապված եւ աշխատանքային ընթացիկ խնդիրներով եք զբաղվելու։ Հունիսի 11-ից 13-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների բախումներից, սիրելի կարիճներ, որովհետեւ հնարավոր է հետագայում դժվար վերականգնեք այդ հարաբերությունները։ Իսկ հունիսի 13-ից 14-ը էքստրեմալ իրավիճակներ, խնդիրներ ճանապարհներին, ֆինանսական խնդիրներ, այնպես որ զգուշ եղեք։ Սիրելի աղեղնավորակներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթ հունիսի 8-ից 9 տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցեր եք լուծելու, հունիսի 9-ից 11-ը երեխաներով եք զբաղվելու, հաճույքներով եւ բիզնեսի համար բարենպաստ օրեր են սրանք։ Հունիսի 11-ից 13-ը լուծելու եք ընթացիկ աշխատանքային եւ առողջական խնդիրներ։ Իսկ 13-ից 14-ը զգուշացեք սիրելի աղենավորներ, ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից։ Այդ եղջյուրներ, սիրելի եղջյուրներ, բարեխառն է անցնելու նաեւ ձեզ համար գալիք շաբաթ։ Հունիսի 8-ից 9 լավ լուրեր, կարճ ճանապարհ, հետաքրքիր ծանոթություններ։ Հունիսի 9-ից 11-ը զբաղվելու եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով։ Հունիսի 11-ից 13-ը բարենպաստ է զբաղվել երեխաներով, ուրախացնեն ձեր երեխաները, բարենպաստ է բիզնեսի համար, հանգստի հաճույքների համար։ Իսկ 13-ից 14-ը լուծելու եք ընթացիկ աշխատանքային եւ առողջական խնդիրներ։ Սիրելի ջրհոսակներ, ձեզ համար ընդհանուր առմամբ եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթը։ Հունիսի 8-ից 9 բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու 9-ից 11-ը կարճ ճանապարհ եւ որի ընթացքում հետաքրքիր ծանոթություններ են հնարավոր։ Սիրելի ջրհոսներ, հունիսի 11-ից 13-ը լուծելու եք ընթացիկ տան եւ ծնողների հետ կապված խնդիրներ եւ հարցեր, 13-ից 10 հնարավոր նաեւ արժանաշ գույքի առկուվաճառ։ Իսկ հունիսի 13-ից 14-ը զբաղվելու եք երեխաներով, հաճույքներով եւ բիզնեսով։ Սիրելի ձկնակներ, ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթ հունիսի 8-ից 9 զբաղվեք ձեր արտաքին էմենքով եւ գեղեցկությամբ լուծագործնական եւ անձնական բնույթի հարցեր, խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է, սիրելի ձկներ։ Հունիսի 9-ից 11-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու, իսկ հունիսի 11-ից 13-ը կարճ ճանապարհ եք գնալու, որի ընթացքում հետաքրքիր ծանոթություն եւ լավ լուրեր։ Հունիսի 13-ից 14-ը զբաղվելու եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով, նաեւ հնարավոր է տան արքվաճառք։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում գալիք շաբաթվա ընթացքում, անպայման բաժանորդագրվեք Աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի հետ իմ YouTube-յան ալիքին, նաև հետևեք ինձ իմ երկրորդ YouTube-յան ալիքով, Աստրոմագ եւ Թալիսմաններ YouTube-յան ալիքով, հետևեք ինձ Facebook-ում, TikTok-ում, Telegram-ում եւ Instagram-ում։ Ես ձեզ մաղթում եմ ամենայն բարի, կհանդիպենք, ցտեսություն։